Տեղյակ եք, որ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ ու արդեն պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Այո։ Իսկ ինչ կարծիք ունեք դրա մասին։ Վատ կարծիք։ Այսօրվա իշխանությունը դժվար կարողանա խաղաղություն բերի, չգիտեմ։ Ավելի շատ պարտադրանքի են գնում, էլի ինչ թեզեր իրանք առաջ քաշեցին, ընդունեցին։ Վերջի կետերով էլ դատական հայցերը հետ քաշել։ Հայտարարություն է դա, ուղղակի մեզ արկեցին փալաս, սենց ասեմ, լրիվ էլ ինչ ասեմ, ուրիշ ասում բան չունեմ։ 30 տարի ես պայքարել եմ, զինվորական եմ եղել, ոչ մի բանի չեմ հավատում, կներեք։ Նորմալ է, թող ստորագրեն։ Տեղակ չեմ։ Չույթով տոնում ես, տեղակ չեմ։ Չեմ կարծում, որ Հայաստան, Ադրբեջանն այդքան շուտ կհամաձայնվի այդ ամեն ինչի հետ։ Չնայած իրանից մենք շատ բան չենք պահանջում, իրանք են մեզանից պահանջում։ Ադրբեջանի նախագահն է ամեն օր նոր բաներ առաջ բերում, ամեն օր նոր թեզեր առաջ քաշում։ Հիմա Մինսկի խումբը լուծարենք, սահմանադրությունը բերեք փոխեք։ Միակ փրկությունը բանն է, Մինսկի խմբի վերականգնումը, չհրաժարվել Մինսկի խմբից։ Եթե Մինսկի խմբից մենք հրաժարվում ենք, Ղարաբաղը հավիցյան կորցնում ենք։ Չեմ ասում, որ հետագայում արդեն Հայաստանի հարցն է լինելու։ Ընդհանրապես ասենք այդ թուղթը եղավ, դրանով խաղաղություն է լինելու։ Դարի մի ջղայնալ։ Ես խնդրում եմ, այս կառավարության մոմենտով հարց միտվեք, ես ձեզ չեմ վիրավորում, դուք էլ մի վիրավորեք։ Հայաստան չկարդի։ Իրանց ինչ ասում են, իրանք ասում են պատրաստ ենք։ Մենակ մենք մնանք։ Կարևորը մենք մնանք։ Սա մի վաղ հետո մենք ոչինչ, էլի ապրեցինք, հեսա կեթանք շուտով։ Դուք եք մեղք, ձեր տարեկից, ձեր երիտասարդությունն է մեղք։ Վաղը մյուսօր կմնան առանց երկիր։ Թող բոլորի հետ համաձայնվեն, ով ինչ ուզում է թող տան։ Չէ, տեղակ չէ։ Շատ լավ բան է։ Թող խաղաղություն էլի ժողովուրդ խաղաղ ապրեն։ Այդքան բան։ Պայմանները չգիտենք, ինչ պայմաններ էին, ինչի շուրջ են պայմանավորվել, եթե մեզնից զիջումներ նորից չլինի, միակողմանի, դրան դեմ եմ ես, բայց որ խաղաղություն լինի, կողմ եմ։ Պետք է խորը ուսումնասիրվի, բոլոր դեպքերում այնտեղ վտանգներ ես տեսնում եմ։ Դե ոչինչ, ոչ դրական, ոչ բացական։ Նայած իզևյա այդ խաղաղության համաձայնիչ, դեղ բոլոր կետերը չես իմում։ Կարող անես կետեր լինի Հայաստանի համար вообще ավելի դժվար լինի, այդ խաղաղությունը իր վրա թանկ նստի։ Արդեն ներվայնացնում են մեզ բոլորը, ու հատկապես քաղաքականության վերաբերյալ դժվարանում են պատասխանել, չեմ էլ ուզում լսեմ։ Խաղաղության համաձայնագիր գոյություն չունի։ Սա հետաքրքիր խաբկանք է։ Եթե այդ խաղաղության համաձայնագիրը այսօր լիներ մեր հասարակության տեսադաշտում, այդ ժամանակ կասենք, կարդայինք։ Մեզ ամեն անգամ ինձ մատուցում են։ Սա ուղղակի կա պատվերի կատարում թուրքատուրանի համար։ Կյանքում տենց է, եթե մարդը ուժ է գործադրում, տենում է դիմացինը վախենում է, նա անընդհատ պիտի գործադրի այդ ուժը։ Ու դու էթալով զիջելու ես, ամեն ինչը պիտի զիջես։ Ինչքան կարելի է զիջել։